Հայաստանյան X Factor, ով կլինի շահեկան դիրքերում, ում ուժերը կնվազեն, քվեարկության ամփոփում։ Հիմա Գարիկից եւ Անդրեից է կախված թե ով կլքի նախագիծը։ Իսկ արջևում մրցութային 4-րդ համերգն է։ Հնչում են ժյուրիի անդամների սիրելի հիթերը իրենց իսկ մասնակիցների մեկնաբանությամբ։ Այդ մազերով դուրս եկար, ես սպասում եմ, որ ոնե ինչ-որ պարի խումբ մազերիդ մեջից էսա դուրս կգա մի քիչ հետո բան։ Ինչ-որ բան եմ ուզում տեսնեմ քո մեջ, էլ ավելի։ Ինչ-որ բան են ուզում տեսնել քո մեջ, այդ նշանակում է, որ գիտեն, որ քո մեջ այդ կա։ Իսկ եթե դա ունես, չի նշանակում, որ ինչ ունես պետք է հանես ցույց տաս, չէ՞, Գևորգ ջան։ Նվաճել։ Եթե մարդը այսպես զգում է սա, ապա ինչու համար պետք է իրեն փոխել եւ ստիպել ուրիշ բան զգալ։ Անդրեի տեղը մի պատասխան կուզեմ տալ Գիսանային, ինձ թվում է, որ Չէ, թող Անդրեն ինքն իր տեղը Անդրեն պատասխանի։ չգիտի այս պատասխանը։ Ջղջղել։ Ինչ որ մեկը խուլիգանություն ու կայծ են ուզում բեմում։ Քո տվաճուրը ուրիշ է։ Այո։ Դե քեզ չափի մեջ բայի, որ ավելի ձազան չջղայնան, հա։ Բարդագույն երգեր։ Որևէ բարդ բան չնկատեցի այս երգը երգելու մեջ։ Կիսվել։ Սոնա Ռուբենյանի ժամանակ ես ինձ մայր էի զգում։ Ես զգացի ինձ տատիկ։ Խնդանալ։ Մենք որոշեցինք սա անել եւ մենք արեցինք։ Ապրեք։ Չնայած ես կարծում եմ, որ լավ էլ ստացվեց։ Ես երեխեքին խափում։ Բաներ գնաց այս երգը քո մոտ։ Կոմպլեքսավորված ինչ-որ հայկական ռումբ էր։ Ցանկացած մեծություն ես աշխարհում, եթե հարցնես ինչպես են սկսել եւ աճել, նա կպատնի միայն Ինչպես եք սկսել եւ աճել։ Ես մեծություն չեմ ավել, մի ծաղի։ Այստեղ ամեն ինչ թույլատրելի է։ Անթերի յասկանչ կատարում, որը արժանի է միայն բրավոյի։ X Factor հեռուստաշոու։ Ամեն ինչ սկսվում է երազանքից։ Այսօր ժամը 19:10-ին Շնթի եթերում։